Ուղիղ աղիքի քաղցկեղը բավականին տարածված խնդիր է Հայաստանում։ Ըստ վիճակագրության տարեկան հայտնաբերվում է այս հիվանդության շուրջ 400-ից 500 նոր դեպք։ Տեղային տարածված փուլերում, երբ ուռուցքն ունի մեծ չափեր կամ ախտահարել է ավշային հանգույցները, ցուցված է բուժումը սկսել նախավիրահատական քիմիա-ճառագայթային թերապիայով։ Սա թույլ է տալիս ոչ միայն փոքրացնել ուռուցքը, այլև ոչնչացնել անտեսանելի քաղցկեղային բջիջները։ Մենք գիտենք, որ աղիքի այդ հարակից հյուսվածքներում կարող են լինել անտեսանելի ուռուցքային բջիջներ, բայց մենք ճառագայթի միջոցով այս բոլոր բջիջներին ոչնչացնում ենք եւ հետագայում երբ որ վիրաբույժը գնում է արդեն վիրահատության, ինքը կարողանում է այդ ամբողջ, այսպես ասած, ավելի ռադիկալ, ավելի ամբողջական հեռացնել։ Ճառագայթային թերապիան վճռորոշ դեր ունի հատկապես այն դեպքերում, երբ գոյացությունը տեղակայված է աղիքի ստորին հատվածում։ Այն օգնում է վիրաբույժին պահպանել օրգանը եւ պացիենտին ազատել կոլոստոմա կրելու անհրաժեշտությունից։ Ճառագայթային թերապիայի միջոցով, երբ որ աղիքում գոյացությունը տեղակայված է բավականին ներքև, մենք հասնում ենք նրան, որպեսզի ուղիղ աղիքի ուռուցքը փոքրանում է եւ մաքսիմալ հեռանում է սֆինկտրից։ Այսպիսով մենք, այսպես ասած, տարածություն ենք ստեղծում վիրաբույժի համար, որպեսզի նա կարողանա նախ առողջ հյուսվածքների սահմանում հեռացնի ուռուցքը եւ այնուհետեւ ձևավորի այդ անաստամոզը, ինչը որ բնականաբար շատ կարեւոր է պացիենտի կյանքի հետագա որակի համար։ Բուժման կուրսը սովորաբար տևում է 5-ից 6 շաբաթ եւ ներառում է 28-ից 30 սեանս։ Բուն ճառագայթումը տևում է ընդամենը 10-ից 15 րոպե։ Այն լիովին անցավ է ու անվնաս։ Պացիենտը սեանսի ընթացքում որևէ տհաճ զգացողություն չի ունենում եւ կարող է անմիջապես վերադառնալ իր առօրյա կյանքին, նույնիսկ առանց ուղեկցողի։ Որոշ դեպքերում քիմիա-ճառագայթային թերապիան այնքան արդյունավետ է լինում, որ վիրահատության կարիք այլևս չի լինում։ Ճիշտ սննդակարգը եւ բժշկական ցուցումները թույլ են տալիս նվազագույնի հասցնել բուժման ընթացքում առաջացող անհարմարությունները։ Բժշկի կողմից դիետա նախորոք բացատրվում է պացիենտին ինչպիսի սնունդ օգտագործել եւ բոլոր կողմնակի երևույթները դրանք որպես կանոն շատ մակերեսոնորեն արտահայտվում եւ վերահսկելի են դիետայով եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան դեղորայքներով, որը որ նշանակվում է բժշկի կողմից։ Բուժումն ավարտելուց 6-ից 8 շաբաթ անց Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի մասնագետները կատարում են կրկնակի հետազոտություն։ Ըստ ստացած արդյունքի բժիշկները որոշում են հետագա քայլերը։ Եթե ուռուցքն ամբողջությամբ անհետացել է, սահմանվում է միայն հսկողություն, իսկ մասնակի պատասխանի դեպքում պլանավորվում է վիրահատությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն հաղթահարել քաղցկեղը, այլև ապահովել պացիենտի կյանքի բարձր որակը։